Հերթական արժեքավոր նվիրատվությունը Հայաստանի պատմության թանգարանին։ Ճարտարապետ Աղասիկ Ընթեղցյանն ու հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի անդամ Գևորգ Ներսիսյանը թանգարանին նվիրեցին բրոնզ երկաթեդարյան ժամանակաշրջանի արժեքավոր գտածոներ, որոնք ձեռք են բերել սեփական միջոցներով։ Երբ որ ինձ ցույց տվեցին սա, ես մանկուց հիշում եմ հայրս ընկերություններ անում Կոնստանտին Խուդավերցյանի հետ, որը գրել է մի շատ լավ գիրք Պատոմքի խայքը, եւ այնտեղից հիշում եմ այդ ֆորմաները ու 2-3 հատեր ու հիշում եմ, որ էլ չկար։ Եվ երբ որ ինձ դա ցույց տվեցին, ես ասացի, խնդրում եմ ոչ մեկին մի վաճառել, ոչ մեկին մի ցույց տուր եւ այս process-ը սկսվեց, մենք ուղարկեցինք թանգարան, թանգարանը ասեց, Դավիթ ասեց, որ դա շատ հետաքրքիր է մեր համար եւ թանկ արժեք է եւ ես եւ Գևորգը բնականաբար դա գնացինք եւ փոխանցեցինք թանգարանին, որտեղ այդպիսի բաները պետք է հանրային լինեն։ Նվիրաբերված 10 գտածոների թվում են այնպիսի բարձրարժեք նմուշներ, ինչպիսիք են Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի ծիսական կացինը, 15-ից 13-րդ դարերի սակրեր, 12-ից 11-րդ դարերով թվագրվող դաշույններ եւ այլն։ Դեռ պետք է դրանք անցնեն փաստաթղթման, ֆոնդավորման, փուլ, մշակման փուլ, այսինքն միանգամից իրերը չեն հայտնվում ցուցասրահներում, դրանք որոշակի ժամանակա իմ process-ում անցնում են թանգարանային գործընթաց եւ հետագայում նաեւ նոր ցուցադրական հայեցակարգին կամ տարբեր նաեւ ժամանակավոր ցուցահանդեսային նախաձեռնություններում, իրենց տեղն են գտնում եւ հասանելի են դառնում հանրությանը։ Ըստ Դավիթ Պողոսյանի թանգարանում նախատեսում են բացել հատուկ սրահ նվիրատվությունների եւ ձեռք բերված ցուցանմուշների ցուցադրության համար, իսկ Աղասիկ Ընթեղցյանը նման արժեքավոր առարկաների հանրահրճակումը կարևոր առաքելություն եւ պարտականություն է համարում։ Երբ որ ինչ-որ մեկը մի բան ունի եւ դա թանկարժեք է եւ դա ինչ-որ նշանակություն ունի, ճիշտ է փոխանցել հանրությանը, ոչ թե պահել տունը եւ ասել սա իմն է։ Ինչ-որ մի փոքր բան, որը այդքան էական չէ, կարող է լինել, բայց եթե դա ազգի համար ինչ-որ բան է ներկայացնում, դա պետք է փոխանցել հանրությանը բնականաբար։ Բրոնզ երկաթեդարյան այս հազվագյուտ նմուշները, որոնք ժամանակի միջով անցնելով հասել են մեր օրեր, գտան իրենց իսկական տեղը։ Պատմության թանգարանում վստահ են, այս նվիրատվությունը ոչ միայն հարգանքի տուրք է անցյալի ժառանգությանը, այլև մեր արմատները գալիք սերունդներին ճանաչելու դարձնելու պարտավորություն։ Յուրա Վահանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։